Կաշառք ստանալու համար մեղադրվող Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի եւ մեղադրվող մյուս անձանց պաշտոնավարումը կասեցվել է, այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաեւ նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պաշտոնատար անձանց մասով կայացվել են պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ, նշում են կոմիտեից։ Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը Վարդան Ղուկասյանի փեսան Ավետիս Առաքելյանը, այս մասին լրատվամիջոցներին հայտնել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։ Նշենք, որ այսօր հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել 2 ամիս ժամկետով կալանավորել Վարդան Ղուկասյանին։ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն ուսուցչի է ազատել աշխատանքից, վերջինիս կոլեգաները բողոքի ցույց են իրականացրել ԿԳՄՍ-ի շենքի մոտ։ Եթե մի դեպքը ծածկենք գնա աչք փակենք, կարծում եմ, որ հաջորդներն էլ կհետևեն դրան։ Եվ մարդկանց լրիվ անմեղ ու անտեղիկ ազատեն աշխատանքից, ընդ որում հարցը այստեղ միայն աշխատանքից ազատվելը չի, հարցը նրանում է, որ բարի եւ ազնիվ մարդուն ուղղակի առաջադրվում է մեղադրանք, որում ինքը բնավ ոչ մի մեղավորություն չունի։ Ամբողջ ցավը սրանում է, մենք այստեղ անձի խնդիր չենք բարձրաձայնում, մենք ուղղակի ուզում ենք, որ նմանատիպ ազնիվ, պարտաճանաչ եւ աշխատասեր մարդուն գոնե այդ ասեկոսեներից զերծ պահենք։ Հոկտեմբերի 21-ին Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առայն, որ Տեր Արամ Քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով արգապեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայեկից եկեղեցականներին։ Անտեսելով թեմական առաջնորդի հորդորներն ու հրահանգները հարատևել է կարգազանց ընթացքի մեջ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարակներին կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը, այդ քայլով ըստ էության իրեն դուրս դնելով եկեղեցուց։ Երիցս համառել է ներկայանալ հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաեւ իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին Ստեփան Ասատրյան Աբազանի անունով։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես հեռադիտակի մակերեսից եւ ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գևորգ Հարությունյանին բնորոշ գենետիկական բնութագրին։ Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։ Նշենք, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործով ձերբակալվածներ կան։ Գևորգ Հարությունյանը դեպքից օրեր անց ներկայացել էր ոստիկանություն եւ ասել, որ ինքն է կատարել սպանությունները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազենի Բաղդասարյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ, նշել է վարչապետի խոսնակը։ Բուդապեշտում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են։ Սրա մասին ըստ Ինտերֆաքսի լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են, ասել է նա պատասխանելով գագաթնաժողովի վերաբերյալ հարցին։ Միևնույն ժամանակ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն ժամանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բուդապեշտ այցը նախապատրաստելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ասել է, որ Ուկրաինան չպետք է ակնկալի մոտ ապագայում Թոմահոք հրթիռներ ստանալ, հաղորդում է թերթը։ Թրամփը հայտարարել է, որ իր գլխավոր առաջնահերթությունը հակամարտության ավարտն է։ Հանդիպման ընթացքում պետության ղեկավարը Զելենսկուն հստակեցրել է, որ ինքը կապված չէ որևէ կոնկրետ տարածքային արդյունքի հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Ոչ ոք ամսաթվեր չի հայտարարել, ամսաթվերի վերաբերյալ համաձայնություն չկա, ասել է նա։ Կրեմլի խոսնակը նշել է, որ առաջիկա աշխատանքը մարտահրավերներով լի է լինելու եւ տրամադրությունն այժմ աշխատանքային է։ Պեսկովը արտաքին գործերի նախարարությանն է վերահասցեավորել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման վայրի վերաբերյալ հարցը։ Նա նաեւ անհավանական է անվանել Պուտինի Սպիտակ տան ղեկավարի հետ Հունգարիա ժամանելու գաղափարը։ Ոչ մի երկիր չի կարող արգելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռին թռիչք կատարել Հունգարիայի վրայով, հայտարարել է վաստակավոր ռուս օդաչու Յուրի Սիտնիկը։ Նա նշել է, որ Բրյուսելում գտնվող Եվրոկոնտրոլը վերահսկում է բոլոր թռիչքները։ Մասնագետը նշել է, որ խոսքը Եվրոպայի, Ասիայի կամ ամբողջ մայրցամաքի վրա միասնական վերահսկողության համակարգի մասին է։ Սա վաղուց է գործում եւ դա շատ լավ բան է, քանի որ բոլոր թռիչքները գրանցված են։ Եվ կարևոր չէ սահմանափակումներ կամ պատժամիջոցներ կան, երբ նախագահական ինքնաթիռի թռիչքի խնդրանքներ են արվում, քանի որ նման սահմանափակումները դրա վրա չեն տարածվում, շարունակել է Սիտնիկը։ Ըստ նրա, պետությունները չեն կարող արգելել Ռուսաստանի առաջնորդի ինքնաթիռին թռիչք կատարել իրենց տարածքների վրայով։ Կատարի կառավարիչ Թամիմ բին Համադ Ալ-Թանին մեղադրել է Իսրայելին հրադադարի խախտման մեջ։ Գազայի հատվածում Համասի դիրքերին հասցված մի շարք հարվածներից հետո նրա խոսքերն է հաղորդում Ալ-Արաբիան։ Մենք կրկին դատապարտում ենք Իսրայելի կողմից Պաղեստինում կատարված բոլոր խախտումներն ու գործողությունները, մասնավորապես Գազայի հատվածում իրավիճակի վատթարացումը եւ հրադադարի շարունակական խախտումը, ասել է Ալ-Թանին։ Հունգարիայի հետախուզական ծառայությունները կապահով են Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի լիակատար անվտանգությունը Բուդապեշտում նրանց հանդիպման ժամանակ այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Հունգարիայի հիմնարար իրավունքների կենտրոնի վերլուծաբան Զոլտան Կոշկովիչը։ Նրա խոսքով երկու պետությունների ղեկավարները անվտանգ կլինեն Հունգարիայում։ Մասնագետը նշել է, որ երկրի հետախուզական ծառայությունները լավ պատրաստված են։ Նրանց կօգնեն ամերիկացի եւ ռուս մասնագետները, նախագահների պաշտպանությունը կլինի գերական նշանակություն ունեցող, հավելել է Կոշկովիչը։ ԱՄՆ նախագահը անկեղծորեն ցանկանում է լուծել Ուկրաինայում հակամարտությունը, սակայն նա պայքարում է իր հակառակորդների ճնշման դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Թրամփը եւ նրա կողմնակիցները եկել են Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու անկեղծ ցանկությամբ։ Դրա ապացույցն այն է, որ նրանք խոսում են արմատական պատճառների մասին, նրանք պարզապես չեն ասում եկեք մի կտոր հուղթ ու գրիչ բերեք։ Մենք արագ կլուծենք այս ամենը, կստորագրենք այն, ապա կնստենք սեղանի շուրջ, ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ այսպես կոչված համաշխարհային լիբերալ հանրությունը ակտիվորեն փորձում է աղավաղել այն իմաստը, որով Թրամփը եւ նրա վարչակազմը իշխանության են եկել։ Հունվարի 1-ից սկսած արդեն ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություններ դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սարքել 1.5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի, ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորմանը։ Ահա թե ինչ կոշտ բառամթերքով է ԿՊԱ-ական պատգամավորը բնութագրել Գյումրիի ընտրություններում իշխանությունը հաղթած քաղաքապետին։ Պատասխանելով հարցին ԿՊ-ի օրակարգում կա քաղաքապետի պաշտոնը վերցնելու հարց, Ալեքսանյանն ասել է, թե Գյումրու համայնքապետի պաշտոնը ճամպրուկ չէ, որ վերցնենք։ Սպասենք Սերժա Քոչարյանական խաչասերման երկրորդ սերիային։ Տեսնենք ինչ են ուզում նոր ծնեն, գուցե նոր մուտանտ է, նշել է ԿՊԱ-ական պատգամավորը։ Այն որ Վարդանիկը ինքն իր բնույթով ակնհայտորեն հանցագործ, կրիմինալ, ինչ ասեմ, լափակեր եւ այլն, այսպես շարունակ, դա ինձ թվում է տեսանելի է։ Սա հասկանալու համար ուղղակի պետք է գնալ Գյումրի, կանգնել օրինակ Գյումրու միջին վիճակագրական շենքերի, փողոցների, բակերի եւ մնացածի առաջ, որոնք որ վերջապես սկսել են փոքրի շատ տեսքի գալ 2018-ից հետո, երբ Գյումրիում վերջապես ասֆալտ է եղել այդ փոսերի փոխ։ Ու հետո գնալ կանգնել Վարդանիկին պատկանող այն գերշքեղ հյուրանոցի առաջ ու փորձել ինքներդ ձեզ հարց տալ։ Արդյոք 200,000 կամ 300,000 դրամ աշխատավարձ ստացող մարդը, եթե կոռուպցիոներ չի, եթե համայնքի փողերը լավ փող չի, եթե սրիկա չի, այդ ամեն ինչը անում, ո՞նց է կառուցել այդ Ժնևում սկսվել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովեի եւ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հանդիպումը։ Հանդիպումը տեղի է ունենում Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաշողովի շրջանակներում։ Լյուքսեմբուրգում նախարարական հանդիպման մեկնարկին մամուլի հետ շփումներում նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Այսօր ես միանում եմ իմ գործընկերներին Եվրոպական միությունից, լայն Սևծովյան տարածաշրջանից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից, քննարկելու միջտարածաշրջանային համագործակցության միջոցով ավելի ամուր դիմակայունություն, ավելի բարձր մակարդակի անվտանգություն եւ ավելի լավ փոխկապակցվածություն խթանելու ուղիները»։ Այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է եւ երկու երկրները քննարկում են հաղորդակցությունների տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը, ավելացնում է լրացուցիչ զգալի ներուժ, քանզի մեր տարածաշրջանը կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապելու գործում, ասել է Արարատ Միրզոյանը։ Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հանդիպումը։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի երկխոսությունը, համոզմունք հայտնելով, որ այն շարունակական կերպով կզարգանա ու էլ ավելի կամրապնդվի։ Կողմերը ընդգծել են, որ Հայաստանի երբ Սուրբ Աթոռի միջև երկխոսությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական եւ հոգեվոր ժառանգության եւ ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա։ Սուրբ Աթոռի պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ նորին Սրբություն Լևոն 14-րդ պապի գահակալությամբ եւս երկկողմ հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կամրապնդվեն։ Վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ նշել է, որ իր համար պատիվ է մասնակցել arczepiskopos Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը, հավելելով, որ նրա կյանքը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ տառապանքի ժամանակներում հավատքն ու քաջությունը կարող են հաղթահարել դժվարությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, կարևորել հումանիտար խնդիրների հասցեագրումը։ Լոնդոնը փորձում է խափանել Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հնարավոր հանդիպումը։ Թուրքական Ջումհուրիետ թերթի քաղաքական մեկնաբան Դենիս Բերգթայի խոսքով բանակցությունների հնարավոր ամսաթվի մոտենալուն զուգընթաց Մեծ Բրիտանիայի եւ նրա դաշնակիցների կողմից ճնշումը միայն կաճի։ Հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ 2025 թվականի սկզբից ի վեր ամենաերկարատևներից մեկը։ Այլ թեմաների շարքում նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Զրույցից հետո Թրամփը հայտարարել է Բուդապեշտում Պուտինի հետ անձամբ հանդիպելու մտադրության մասին։ Լրագրողի խոսքով Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու միջև վերջերս ԱՄՆ-ում կայացած հանդիպումից հետո բրիտանական լրատվամիջոցները արշավ են սկսել ուղղված Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև ցանկացած բանակցությունների վարկաբեկմանը։ Բանսկա Բիստրիցայի մասնագիտացված քրեական դատարանը 72-ամյա Յուրայի Ցինտուլան, որը 2024 թվականի մայիսին փորձել էր սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոին, դատապարտել է 21 տարվա ազատազրկման, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Դատարանը որոշում է կայացնում 21 տարվա ազատազրկման դատապարտելու մասին։ Դատավճիռը կայացրել է դատավոր Իգոր Կրալիկը, որոշելով, որ Ցինտուլայի հանցագործությունը ահաբեկչական գործողություն է։ 2024
2014 թվականի մայիսի 15-ին Ցինտուլան մի քանի անգամ կրակել է Ֆիկոյի վրա, երբ նա մոտեցել է Հանդլովա քաղաքի կենտրոնական մասում գտնվող մշակութային կենտրոնի դիմաց հավաքված մարդկանց, որտեղ տեղի էր ունենում կառավարության նիստ։ Ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է կրակողին։ Դատավարությունը սկսվել է հուլիսի 8-ին Բանսկա Բիստրիցայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաքննությունների դաշնային բյուրոն իր պաշտոնավարման սկզբից ի վեր ձերբակալել է ռեկորդային թվով հանցագործների, հասնելով պատմական արդյունքների։ Իմ վարչակարգի օրոք ՀԴԲ-ն հիանալի աշխատանք է կատարել։ Հունվարի 20-ից ի վեր մենք ձերբակալել ենք ավելի քան 28000 բռնի հանցագործների, ինչը ռեկորդային թիվ է։ Առգրավել է ավելի քան 6000 անօրինական զենք, փողոցներից հեռացվել է ավելի քան 1700 պետոֆիլ և 300 մարդկանց առևտրով զբաղվող, փրկվել է 5000 անմեղ երեխա, ոչնչացվել է 2000 հանցավոր խմբավորում, առգրավել է 1900 կիլոգրամ ֆենտանիլ, որը բավարար է 125 միլիոն մարդու սպանելու համար։ Պատմական արդյունքներ հայտնել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև գովաբանել է ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելին, նրա տեղակալներ Դեն Բոնգինոին և Էնդրյու Բեյլիին, ինչպես նաև ՀԴԲ աշխատակիցներին իրենց հիանալի աշխատանքի համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը այցով ժամանել է Իսրայել, հաղորդում է Ynet-ը։ Վենսը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում նշանակվելուց ի վեր առաջին անգամ է այցելում հրեական պետություն, նշել է պորտալը։ Հոկտեմբերի 20-ին Իսրայելի կառավարության խոսնակ Շոշ Բեդրոսյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Վենսի այցը կտևի մի քանի օր։ Նրա խոսքով փոխնախագահը նախատեսում է բանակցություններ վարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Եվրոպական քիմիական նյութերի գործակալությունը կարող է էթիլային սպիրտը դասակարգել որպես քաղցկեղածին, ինչը կհանգեցնի առողջապահական հաստատություններում դրա օգտագործման արգելքին, հաղորդում է Financial Times-ը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 10-ին Եվրոպական քիմիական նյութերի գործակալության աշխատանքային խմբերից մեկը հրապարակել է ներքին առաջարկություն, որում էթանոլը անվանվել է թունավոր նյութ, որը մեծացնում է քաղցկեղի և հղիության ընթացքում բարդությունների առաջացման ռիսկը։ Գործակալության ակտիվ կենսասպան նյութերի կոմիտեն կհանդիպի նոյեմբերի 24-ից 27-ը, որտեղ գործակալությունը որոշում կկայացնի և իր առաջարկությունները կներկայացնի Եվրոպական հանձնաժողովին։ Փարիզի Լուվրից թանկարժեք քարերի գողերին որոնող ոստիկանությունը հավանաբար չի կարողանա վերադարձնել իրերը թանգարան, քանի որ դրանք կարող են առավ կտրատվել և վաճառվել, հաղորդում է Reuters-ը, հղում անելով փորձագետներին։ Եթե Վան Գոգի նկարը գողանում են, այն վաճառելու այլ միջոց չկա, քան սև արվեստի շուկայից։ Երբ զարդեր են գողանում, հնարավոր է այն վաճառել սև շուկայի միջոցով, որպես թանկարժեք քարեր։ Գործակալությանը ասել է մշակութային ժառանգության հանցագործությունների փորձագետ Մարկ Բալսելսը։ Գործակալությունը բացատրում է, որ ադամանդները կարելի է կտրել ավելի փոքր թանկարժեք քարերի, իսկ ոսկին հալեցնել, այդպիսով գնորդներին անտեղյակ թողնելով դրանց ծագման մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ շատ տնային աշխատանքներ կան անելու։ Սրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Լենտան։ Աշխատանքներ պետք է տարվեն նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով։ Մեր արտաքին գործերի նախարարությունները, պետդեպարտամենտը նրանց աշխատանքը կկենտրոնանա այն հարցերի պատասխանները գտնելու վրա, որոնք դուք նախանշել եք, հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովի խոսքով Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ամբողջ ծավալով դեռ չեն սկսվել։ Այն կսկսվի միայն հիմա, ընդգծել է մամուլի քարտուղարը։ Ամերիկյան դիվանագիտական ջանքերը նոր թափ են ստացել Գազայում մեկ շաբաթյա հրադադարը փրկելու համար։ ԱՄՆ ներկայացուցիչները Ջարեդ Քուշները եւ Սթիվ Ուիթքոֆը հանդիպել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, փորձելով վերահաստատել նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված զինադադարի ծրագիրը, որը խախտվեց Կիրակի պաղեստինյան հարձակման եւ իսրայելական պատասխան հարվածների հետևանքով։ Նոր բախումները, որոնք հանգեցրին առնվազն 30 զոհի, վտանգեցին հրադադարի առաջին փուլը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը պատրաստվում է այցելել Իսրայել, ուժեղացնելու Վաշինգտոնի ճնշումը երկու կողմերի վրա։ Եգիպտոսում նախատեսված են բանակցություններ նաև Համասի պատվիրակության հետ, քննարկելու զինադադարի հաջորդ ավելի բարդ փուլը, որը ներառում է Գազայի կառավարման տեխնոկրատական մարմնի ձևավորում առանց Համասի մասնակցության։ Սակայն շարժումն արդեն հայտարարել է, որ մերժում է ցանկացած արտասահմանյան վարչակարգ եւ չի հրաժարվի զենքից։ Իսրայելն ու
Համասը պաշտոնապես շարունակում են հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը, թեև միմյանց են մեղադրում խախտումների համար։ Թել Ավիվը շեշտում է, որ Համասը պետք է ամբողջությամբ զինաթափվի, մինչդեռ Գազայի բնակիչները ահաբեկված են նոր բռնությունների վախից։ Թվում էր, թե զինադադարը փլուզվեց։ Մարդիկ խելագարված գնում էին սնունդ, իսկ գները բարձրացան, ասել է Գազայի գործարար Աբու Աբդալլահը, բնութագրելով ստեղծված փխրուն եւ անորոշ իրավիճակը։ Եվրամիության երկրները դեռ փոխզիջման չեն հասել Ռուսաստանի սառեցված ակտիվների օտարման հարցում։ Սրա մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մենք առաջարկել ենք փոխհատուցման վարկ։ Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց դեռ չենք պայմանավորվել։ Սա լուրջ գործընթաց է։ Մենք պետք է ընդհանուր որոշման գանք, նշել է դիվանագետը։ Նրա խոսքով ԵՄ-ի ներսում լուրջ տարաձայնություններ կան ռուսական ակտիվների դուրսբերման հարցում, սակայն Եվրահանձնաժողովը շարունակում է աշխատել լուծման վրա, որը թույլ կտա ֆինանսական ռիսկերը բաշխել միավորման երկրների միջև։ Հակաօդային պաշտպանության տագնապի համակարգերը Ռուսաստանի 3 շրջանների վրայով խոցել են ուկրաինական 14 անօդաչու թռչող սարք, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Հոկտեմբերի 20-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև 23:00 հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 14 ինքնաթիռ անօդաչու թռչող սարք, պարզաբանել են գերատեսչությունում։ Զինվորականները ոչնչացրել են 10 անօդաչու թռչող սարք Ռոստովի մարզի տարածքում, 3-ը Վորոնեժի շրջանում, 1-ը Սարատովի մարզում։ Սպիտակ տանը Ավստրիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր այցը Չինաստան նախատեսված է 2026 թվականի սկզբին։ Ես հրավիրվել եմ Չինաստան եւ ես այնտեղ կգնամ հաջորդ տարվա սկզբին։ Մենք գրեթե համաձայնության ենք եկել այդ հարցում, պարզաբանել է ամերիկացի առաջնորդը։ Հոկտեմբերի 20-ին Թրամփը հայտարարեց, որ հույս ունի Վաշինգտոնի եւ Պեկինի միջև արդար առևտրային համաձայնագրի։ Նա ասել է, որ նման համաձայնագիրը կարող է օգտակար լինել երկու երկրների համար էլ։ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է, որոշումը կայացրել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։ Երեկվանից հակակոռուպցիոն դատարանը քննում էր Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը։ Լսումներն ավարտվել են գրեթե լուսադեմին։ Նշենք, որ 3 մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված հակակոռուպցիոն դատարանի բակում։ Գյումրիում զանգվածային անվտանգություններին մասնակցելու արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել է 33 անձ։ Հիշեցնենք, որ 3 հոկտեմբերի 20-ին հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ Գյումրու համայնքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել են կաշառք ստանալու եւ տալու մեղադրանքներով։ Ձերբակալվածների թվում է նաեւ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Երեկվանից ժամը 10-ից մինչ այս պահը Վարդան Ղուկասյանին սնունդ չեն տրամադրել, իսկ ինքը ունի շաքարային դիաբետ։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտել է պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ 24 ժամ է անցել այս ամբողջ արարողությունից։ Ես փորձեցի անգամ վերնազգեստը փոխանցել, որ հագուստ ունենա։ Մարտը իր աշխատանքային հագուստով կոստյումով է ձերբակալվել, բայց չկարողացա։ Այս ամենը վատ վերաբերմունքի դրսևորում է։ Ակնհայտ վատ անմարդկային վերաբերմունք է դրսևորվել, ասել է Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, ներառյալ արկա մեխանիզմների միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։ Նրանք անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության խթանման ծրագրերին, այդ թվում Հայաստանում Թրամփի ուղու կյանքի կոչմանը։ Մեկնարկել է Հայաստանի ազգային ժողովի 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանի հերթական նիստը։ Ազգային ժողովի մեծամասնությունը մերժել է ընդդիմության ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը, որը նախաձեռնել էր Պատիվ ունեմ խմբակցությունը։ 48 պատգամավոր քվեարկել է դեմ, 24-ը կողմ, իսկ 2-ը ձեռնպահ։
Նիստի սկզբում ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ազգային ժողովի պատգամավորն տրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 28 արձանագրությունը։ Պետրոս Մեղրյանը համալրել է ընդդիմադիր Հայաստան դաշինքի պատգամավորների շարքերը։ Նա խորհրդարանում փոխարինել է Արեգ Նազմանուկյանին, ով ավելի վաղ վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Պետրոս Մեղրյանը երդվել է ազգային ժողովի ամբիոնից։ Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում են բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարտկային արժեքների պահպանման համար, ասել է Մեղրյանը։ Մեծ Բրիտանիան չի հրաժարվել ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարից։ Զինվորական կոնտինգենտի տեղակայման արժեքը գնահատվում է ավելի քան 100 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին Լոնդոնի քաղաքապետի առանձնատանը ունեցած ելույթի ժամանակ։ Խաղաղությունը հնարավոր է։ Եթե նախագահ Դոնալդ Թրամփը կարողանա խաղաղության հասնել, ապա մենք պատրաստ կլինենք օգնել ապահովելու, որ խաղաղությունը երկար տևի։ Սա պահանջում է, որ մենք ներդրումներ կատարենք եւ մեր զորքերը պատրաստ են տեղակայման, ասել է նա։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ցանկանում է տեսնել բրիտանական զորքերը Ուկրաինայում։ Ես արդեն միլիոնավոր ֆունտ ստերլինգ եմ հատկացրել խաղաղության դեպքում։ Ցանկացած հնարավոր տեղակայման նախապատրաստման համար ես կարծում եմ, որ արժեքը կգերազանցի 100 միլիոն ֆունտ ստերլինգ, ասել է նախարարը, ինչպես հեռարձակել է Sky News-ը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախկինում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո եւ ցանկացած կարգավիճակով Ուկրաինայի տարածքում սպառնալիք է Ռուսաստանի համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանը դա չի ընդունի որևէ պարագայում։ Ռուսաստանը լսում եւ հաշվի է առնում ԱՄՆ-ի հայտարարությունները կապված Ուկրաինային Թոմահոք հրթիռների հնարավոր մատակարարման հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այս հայտարարությունն արել է լրագրողի հարցին ի պատասխան այն մասին, թե արդյոք Ռուսաստանը ԱՄՆ-ից հաստատում է ստացել, որ Ուկրաինային Թոմահոք հրթիռներ չի մատակարարի։ Որևէ ծանուցում չի կարող լինել, մենք լսում եւ հաշվի ենք առնում հայտարարություններ, եւ դա է, ինչ մենք հաշվի ենք առնում, հայտարարել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ ներկայումս աշխատանքային շփումներն ընթանում փորձագիտական մակարդակով, որտեղ կողմերը կարող են դիրքորոշումներ փոխանակել տարբեր հարցերի շուրջ։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նախատեսում է ձեռք բերել լրացուցիչ 15 ամերիկյան արտադրության F-35 կործանիչներ, հաղորդում է գերմանական ամսագիրը։ Հաղորդագրության համաձայն ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից արտադրված 15 կործանիչների արժեքը կկազմի մոտավորապես 2.5 միլիարդ եվրո, 2.9 միլիարդ դոլար։ Բունդեսվերը ներկայումս պատվիրել է այս կործանիչների 35 մոդել, որոնցից առաջինը նախատեսվում է շահագործման հանձնել 2027 թվականին։ F-35-ը կփոխարինի հնացած Տորնադո կործանիչներին։ Եվրամիությունը մտադիր է ընդլայնել անդամ պետությունների կարողությունները, ստուգելու այն տանկերները, որոնք ըստ նրա կապված են Ռուսաստանի հետ, հաղորդում է Politico-ն, հղում անելով եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման համար պատրաստված փաստաթղթին։ Եվրամիությունը փնտրում է ուղիներ ամրապնդելու իր երկրների կարողությունները իրենց անձնակազմը ուղարկելու Ռուսաստանից Տվերային նավատորմին պատկանող նավերի վրա ստուգումների համար։ Նշվում է փաստաթղթում, հաղորդվում է, որ նման նավերը կարող են սպառնալիք ներկայացնել ԵՄ երկրների ծովային անվտանգության եւ շրջակա միջավայրի համար։ Ավելին, Ռուսաստանի հետ կապված տանկերները կարող են օգտագործվել որպես հարթակներ ԵՄ տարածքի դեմ հիբրիդային հարձակումների համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմի Պապ Լևոն 14-ի հետ հանդիպման։ Նշենք, որ Փաշինյանը հոկտեմբերի 18-ից 20-ն աշխատանքային այցով գտնվում է Սուրբ Աթոռում։ Այցի շրջանակում նախատեսված է Փաշինյանի եւ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն 14-ի առանձնազրույցը։ Տեղի կունենա նաեւ Հայաստանի վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինի հետ։
Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում հոկտեմբերի 21-ից 3-ը, 23-ից 24-ին սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ին, 25-ից 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 21-ից 3-ը, 22-ի գիշերը, 23-ից 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ից 3-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հոկտեմբերի 21-ից 3-ն առանձին շրջաններում հնարավոր է քամուշ գնացում 16-ից 19 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ից 3-ը կնվազի 3-ից 4 աստիճանով, հոկտեմբերի 22-ից 3-ը նույնքան կբարձրանա։